Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստ են YouTube-յան տեսանիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ, 3 տղաների մայրիկ, ու սպասում եմ իմ 4-րդ բարիկին։ Մոռացել եմ բարձրախոսս վերցնել, որովհետեւ չէի պլանավորել երևի թե որ վլոգ սկսեմ, հրավիրված էի շատ սիրուն սրճարանի կոնցեպտի բացման դուրս եկա, հիմա գնում եմ պայմանավորվածություն ունեմ ու որոշեցի, որ նաև կարելի է վլոգ սկսել, որովհետև երբ սկսում եմ, հետո արդեն թեթև հանգիստ առաջադրում եմ այդ վլոգը, իսկ ես ուզում եմ բոնեթե փորձել իմ նշած օրերին, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին տեղադրել վլոգը այգում, որովհետև գիտեմ, որ սպասում եք, հատկապես այս շրջանում, գիտեմ իմ հղիության ավարտին մնացել է մոտ 2-3 շաբաթ ոչ ավել ու սենց շատ անհանգիստ եմ, շատ հակասական զգացողություններ եմ ապրում և լարված եմ և շատ ուրախ եմ, որ հանդիպելու եմ ծագուկիս, չգիտեմ, այդպես լավ, ինչև եմ, ռոմանտիկ մասից անցնենք ավելի ռեալ մասի, դուրս եկա սրճարանից, կադրեր կդնեմ, կտեսնեք, հիմա գնում եմ մի խանութ, որի հետ համագործակցություն ենք ունեցել ու այնտեղ հուդի էի տեսել, Էմինի համար ուզում էի վերցնել, բայց այդ պահին չափը չունեին, ասեցին, որ կստանան, կզանգեն, կմոտենամ, կվերցնեմ, երեք ասեցին, որ արդեն իմ ուզած չափը խանութում է ու կարող եմ մոտենալ, քանի որ այսօր էլ համընկավ ու սրճարանի բացումը հենց այս տարածքում էր, ասեցի, կակրաս մի անգամից սրճարանից դուրս կգամ, կգնամ Էմինի հուդին էլ կվերցնեմ, հետո կբարձրանամ Օնեքս, ու այդ ամբողջը ոտքով, որովհետև սենց մի տարածքում եմ պտտվելու, բայց իհարկե ինչ-որ ճանապարհ ունեմ անցնելու, կբարձրանամ Օնեքս, պատվերս էլ կվերցնեմ և կգնամ տուն։ Այս ընթացքում տղաները դպրոցում են, բոլորն էլ տղա են, մեծ տղաները դպրոցում են, ուճուր տղեն էլ Առնուն պարտեզում է։ Այդպես, ասեցի ձեզ հետ կապի դուրս կամ, խոսենք մի երկու բառն ու շարունակեմ ճանապարհս։ Վերցրի ծանր տոպրակներս, Օնեքսի պատվերը, Էմինի հուդին ու հիմա սենց կամաց առաջանում եմ, որովհետև Էմինն էլ վերջացրել է իր դասերը գալիս է, պայմանավորվեցինք հանդիպենք ու իրար հետ տուն գնանք, չգիտեի Օնեքսից հստակ ինչ պատվեր ունեմ այսօր, բայց մտածում եմ ասել երանի եմ պատվերս լինի, որովհետև դա տան հետ կապված ինչ-որ գնում է ու շատ ուրախացա, որ տեսա այս մեծ տուփը, սենց մեծ ուրիշ պատվեր չունեմ, էլի հաստատ այն պատվերն է, որի մասին որ ես մտածում էի, գնամ սիրուն բացեմ, տանը տեղադրեմ, այնտեղ որտեղ որ պետք է ինքը տեղադրվի ու ձեզ անպայման ցույց կտամ։ Բարև։ Դու ասա դու ոնց ես։ Տղամարդես, ջի վերջո։ Ինչ կար։ Սաղլավ, ոնց է պատվերեն եմ ստացել։ Այս հոգնած ահավոր ամեն դեպքում շատ տարաբեռնվածություններ է սակահորը իմ համար առավոտից հենց ոսկի մեջ եմ խառը գործերով։ Այստեղ տեսնում եք իմ unboxing-ի հետևանքները, այս մեծ տուփներ ձեռքիս, երբ գալիս էի, ասեմ, որ բավականին ապահով էին ուղարկել, ներսում սենց փուչիկից պարկեր էին, որի մեջ դրված էր
հենց հիմնական ապրանքը անկյունները սենց ինչ-որ բաներով ֆիքսած էր երևի, որ չվնասվեր, ահագին շատ հետը հավելյալ դետալներ էին ուղարկել, պատկերացրեք անհրաժեշտ քանակից էլ ավելի շատ, որ որպես զապաս պահենք, ուղարկել էին սենց հավես նկարներ, այն ինչ որ կար պատվիրելուց, սովորաբար երբ պատվիրում ենք լինում է, չէ, որ նկարը սիրունացնելու համար ինչ որ բաներ է օգտագործվում, հենց վաճառվող ապրանքի հետ միասին, ու այս դեպքում էլ վաճառվող ապրանքի հետ միասին, սենց նկարներ, բաներ կային ու ինձ թվում էր այդ ուղղակի արածը, որ ապրանքը գեղեցիկ ներկայացվի, բայց պատկերացրեք այդ ամբողջը ինչ նկարի մեջ կար, հետո ուղարկել են, սրանք ավելացել է, իսկ այն ինչ օգտագործվել է, հիմա ցույց կտամ, այստեղ հարթաչափ է փոքրիկ և անգամ այսպիսի ձող կար տուփի ներսում, չգիտեմ այս ձողը պատահաբար էր հայտնվել տուփի ներսում, թե նրա համար, որ նշումներ անելու համար օգտագործենք, բայց մի խոսքով, սա իմ անբոքսինգի հետևանքներ, իսկ արդյունքը ուշադրություն, արդյունքը կտեսնեք պատին, դա-դա-դա-դամ, մի հատ ստեղ նայեք, ու եթե կհարցնեք ինչ է սա, հիմա ասեմ, բոլորիս տներում կա այս, ինչ են ասում սրանց չոչիկներից, հոսանքի, բայց կարելի է այնքան սիրուն իրեն թաքցնել, այնքան սիրուն, որ առաջին հայացքից բացարձակ չերևա ու այսքան սիրուն էսթետիկ ներկայացվի։ Այստեղ փոքրիկ սենց կախիչներ են, որոնց վրա կարելի է կախել բանալիներ, չգիտեմ, տենց ինչ-որ բաներ, դիսկ, որը մեզ ուղարկել էին, սրանք սենց մագնիտնի փայտիկները կարող ենք օրինակ տնից դուրս գալուց առաջ մեկս մեկին ինչ-որ զամետկաներ թողնել կամ նախորդ օրը ենթադրենք հաջորդ օրվա համար ինչ-որ զամետկա, ես շատ հաճախ եմ անում, ենթադրենք երեխեքի համար ինչ-որ բան է պետք գնել, տետր, գրիչ, չգիտեմ, տենց բաներ, երեկոյան երբ հիշում ենք, ես միշտ թղթի վրա գրում եմ, սառնարանին եմ կպցնում, որ առավոտյան հիշեմ ու մտնեմ գրախանութ վերցնեմ, բայց կարելի է հենց դռան մոտ թողնել, այսպես, չգիտեմ, շատ է դուրս եկել, շատ սիրուն է, այստեղ էլ կարելի է էլի, ինչ-որ սենց բաներ դնելու համար է, շատ դուրս եկել է, շատ հավես է, շատ էսթետիկ է, այն որ խոսքեր չունեմ, տունիկս գնալով ավելի ու ավելի էսթետիկ, սիրուն ու տաքուկ է դառնում։ Դե իսկ հիմա գնում եմ Առնոյիս հետևից պարտեզ, այսօր առավոտ ինձնից մի քիչ լացելով բաժանվեց, ճանապարհը նորմալ եկավ, բայց այդ պահը, որ պետք է իրարից բաժանվեինք, սկսեց լացել սրտից դորդեղով, ահա որ կորուտել եմ, գնամ տղուկիս վերցնեմ, գնանք խանութ, ինչ-որ բան գնենք իր համար, ինչ-որ համովություն, սիրտը շահեմ, գնանք տուն։ Եկա տուն ու բանալիս կախեցի, այստեղ շատ դուրս եկավ, քանի որ ինքը անմիջապես դրսի դռան հենց կողքին է գտնվում, շատ հարմար է, որ տուն մտես, բանալիդ կախես այստեղ, հետո վերցնես դուրս գաս, շատ է դուրս գալիս, գնում գալիս անընդհատ նայում, ուրախանում եմ, չգիտեմ, այնքան սիրտս ջերմանում այս հարմարավետությունից, տաքուկ հարմարավետությունից, որ ստեղծվում է ամեն օր մեր տանը։ Նոր օր, որը կրկին սկսում ենք պարտեզ գնալով, այսօր ուրբաթ է օրը, մեր վերջին, շաբաթվա վերջին օրն է, երբ մենք պարտեզ ենք գնում, առավոտյան ճանապարհել ենք բացերին դպրոց, Առնոն նախաճաշել է, չնայած նրան, որ պարտեզում էլ են բնականաբար նախաճաշում, մի հատ պարտեզի տողորվա նախաճաշում նորա գնում իր ցանկությամբ։ Մի հատ տեստեմ Առնոյին։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև։ Այսօր ինչպես եւ երեկ
շատ սիրուն հավեսով գնացինք, տեսակ այդ կադրերը, բայց իրարից դժվար բաժանվեցինք ու իրականում ես բռնել եմ այդ կարևոր պահը, պետք է շատ արագ երեխուն տվես ու մի անգամից դուրս գաս։ Հենց մի քիչ այդ բաժանման պահը երկանում է, ինքն արդեն սկսում է լաց լինել։ Ու այսօր էլ գնացինք, սենց նստեցինք իրար հետ խոսելով, հողաթափերը հագավ, հետո մեր հետագա պլաններից խոսացինք, որ պարտեզից իրեն վերցնեմ, ինչ ենք միասին անելու, արդյունքում երկարեց այդ բաժանման պահը ու սկսեց լաց լինել, կփորձեմ մյուս օրերին ավելի արագ թողնել, ավելի արագ հրաժեշտ տալ իրեն, հենց մտնում ես պարտեզ պետք է մի անգամից գրկես, հրաժեշտ տաս ու արագ դուրս գաս, արդեն դժվար եմ շնչում։ Երեխաներին ճանապարհեցի ձյուդոյի, սև թոք եմ դրել ջրի մեջ, որ գնամ տուն պատրաստեմ, երեք անալիզներ էի հանձնել ու բժիշկը զանգեց, ասեց, որ պատասխաններն այդքան էլ լավ չեն եկել, մի քանի հրահանգ ա տվել, կատնամթերք պետք է շատ օգտագործեմ, սև թոք պետք է ուտեմ անպայման, դեղեր ա նշանակել, առավոտվա դեղերս խմել եմ, այս երեկոյանը դեռ չեմ խմել, գնամ մի բան ուտեմ, նոր կխմեմ, գնում եմ հիմա Առնոյին վերցնեմ պարտեզից, երեք կրոքսներ եմ վերցրել 40 համարի, եթե ինչ ես միշտ հագնում եմ 36 ռազմերը ու ոտքերս հիմա զորով եմ մեջը մտել, որ մի կերպ մտցրել եմ այդ 40 համարի մեջ, որ գնամ Առնոյին պարտեզից վերցնեմ, որովհետև ոչ մի բան մեջ ոտքերս չի մտնում։ Ոնց էր պարտեզում։ Ինչ էիր անում։ Չէ, այդտեղ մի բարձրացի, ոյ, այդտեղից վախում եմ։ Մակարած տեքս պրելես։ Դե թռիչի։ Օբլես, օբրես։ Մալես ոստոտիսկական սուպերմեն։ Հաստատ, սուպերմեն է։